Պրոբլեմի մասին, որ դիվանագիտությունը պետք է լինի, մանավանդ դիվանագիտությունը պետք է լինի ագրեսիայի չափ աստիճանի հասնող ակտիվ, որովհետև անցող տարիները ցույց տվեցին, որ պասիվ դիվանագիտությունը գոնե Ղարաբաղի հարցում բերեց իր նստեք հա տղաներ, բերեց իր ուրեմն վատ հետևանքները։ Լեռնային Ղարաբաղի հարցը Ադրբեջանը բարձրացնում է անգամ ինչ ասեմ, այնպիսի երկրներում, որ ընդհանրապես քարտեզից էլ գաղափար չունեն։ Ես կարծում եմ, որ բոլոր հնարավոր առիթները, դու գիտեք ինչ կա, դա պարտադիր չի այնտեղ ամբիոնից վեր կենալ եւ բանել, բայց դիվանագիտությունը այնպիսի հնարավորություններ ունի, որ պետք է օգտագործել բոլոր կանալները, բոլոր միջոցները, նույնիսկ թույլատրելի եւ անթույլատրելի, որպեսզի մենք կարողանանք աշխարհին հասցնել այն, ինչ որ մենք պետք է հասցնենք։ Չէ, չասեցի Ասադի գնալուց հետո։ Նայաստի Ասադից հետո ով կգա։ Կարող է նորմալ ուժեր կան, հասկանում եք։ Դուք ասեցիք, լավ եմ ասում, դուք նոր ասեցիք։ Չէ, այսինքն գերակշռեն այն ուժերը, որոնք կարողանան, հասկանում եք, ամբողջ հնարավորն որ օպոզիցիայի ներսում կա, այսպես ասած բան, կան այնտեղ եւ ասենք մոդեռե չափավոր եւ կան ուժեր, որոնք ոչ ծայրահեղականներ։ Հիմա թե ով դրանցից բան կանի եւ ինչ կոալիցիան ինչպիսին կլինի։ Հասկանում եք, Ղարաբաղյան աշխարհը որ ռադիկալ իսլամիստների գալուց հետո իշխանության այդպես Վարդալոմենսկի նոշկա, ես էդ ուզում դրանց։ Կարող է։ Ու մեկ էլ շարունակելու է դա հայկական համայնքը ինչ պետք է անի, բացի այդ պատերազմի մտնի Ասադի կողմից, քայլը որն է, թողեն բոլոր արտակարգ։ Այստեղ կա իմ անձնական կարծիքը մի քիչ ուրեմն կարող է տարօրինակ է հնչում, բայց ես մի տարուց ավել ասում եմ իմ կարծիքը եւ նորից պիտի ասեմ։ Սա իմ կարծիքն է, հա։ Տեսեք, կա երկու ճանապարհ։ Առաջինը դա արդեն ասված է, խոսված է, ծեծված է, օգտագործել պետական մակարդակով, դիվանագիտական ուրեմն խողովակներով բանակցություններ կամ եթե ոչ բանակցություններ, գոնե կոնտակտներ այն ուժերի հետ, որոնք դերակատար են, ֆիգուրանտներ են, անգամ ամենավատագույն ուժի հետ մտնել կոնտակտի մեջ, նման բաներ լինում են, դա պարտադիր չի, որ այդ մասին հայտարարվի կամ կոմունիկեներ փոխանցվի, ոչ, հենց նույն ասենք այդ ծայրահեղականների հետ մենք որպես պետականություն, որտեվ իմիջիայլոց միակ բանն է հայ էթնոսն է այնտեղ փոքրամասնություններից, որ ունի պետականություն հայերը, վնասածները չկան, պետք է մտնել դրանց հետ, գոնե ինչ որ եթե երաշխավորություններ ձեռք չբերվի, գոնե հասկանան, որ այս բանի հետևը, համայնքի հետևը կանգնած է պետական ուժ, սա մեկ, թե ինչպես դա կանեն, ով կանի, դա պարտադիր չէ, որ Նալբանդյանը գնա խոսի, դա կարող է ամերիկյան մի հայ քաղաքացի կամ մեզ համակրող գնա եւ այնտեղ նույն Սաուդյան Արաբիայի հետ, նման բաներ կան դիվանագիտության մեջ, հասկանում եք, это закулисная, так сказать, դիպլոմատիա, սա մեկ, իսկ երկրորդը, որը շատերը համաձայն չեն ինձ հետ կամ ձեն չեն հանում, որ համաձայն չեն, ես կարծում եմ, որ պետք է պատրաստ լինել, ես չեմ ասում, որ վաղը, հայերին մասսայաբար հանել այնտեղից, ասում բա ուր գնան, Երեք Պետրոսյան, ուր գնան, ասում եմ թեկուս Անտարկտիդա, բայց գնան, որովհետև եթե խոսքը վերաբերում է ֆիզիկական ապահովության մասին մարդու, ինչպես իմ տատը պատմում էր, թե դերձորից ոնց են իրենք փախել, նրանք չէին մտածում, թե գործարաններ են տանելու հետները, չէ՞։ Ես դա եմ մտածում եւ դա այդպես եմ կարծում։ Իսկ երրորդը, որ շատ ասում եմ դիմադրեն, եւ իհարկե մտքներում կա կամ համատում են լիբանանյան դեպքերի հետ 74-ից հետո քաղաքացիական պատերազմի, դա իհարկե ուտոպիա է, որովհետև նախ բոլորովին այլ իրադրություն էր, բոլորովին ուժերի այլ հարաբերակցություն, հետո որ կոտորվեն, կնստենք լաց կլնենք, որ 15 թիվը կրկնվեց։